Փաշինյանը շարունակում է հայհոյախառն գրառումներ անել։ Կարծում եք հոգեկան վիճակն է անկայուն, թե այդպես փորձում է վախեցնել։ Ես ինձ բաներից չեմ հետաքրքրվում։ Կարող է ինքը իրոք որ հոգեկան այդպեսի վիճակի մեջ է, կարող է ձևա տալիս։ Ասեն գժի տեղ այրան դնում, որ կարողանա Հայաստանի ես Երևանն էլ թուրքերին տա։ Ես հետ եմ կարծում, ինքը ինչ ասեմ, շատ վատ մարդ է, շատ սխալվել ենք մենք մեր հայ ժողովրդով։ Առաջին ես ձեռս կոտրվեր առաջի անգամ իրան ընտրեցի, բայց հետո չեմ ընտրել, բայց ձեռքս կոտրվեր, որ իրան չընտրեինք։ Իսկ 2026 թվականին իրեն ընտրողներ կլինեն։ Չէ, բայց շնայած այնքան հիմար մարդիկ կան, հիմա խոսում են իր համար լավը, բայց ես չեմ գտնում, որ իրան պետք է շուտ դուրս բերել, թե չէ շատ վատ է լինելու մեր վիճակը։ Լրիվ նորմալ է։ Նորմալ է, որ հայհոյախառն գրառումներ անի։ Լրիվ նորմալ է։ Գոհ եք, որ ձեր երեխան դա կարդում է։ Ոչ, մի շփոթեք, տեղափոխեք հարցը ուրիշ տեղ։ Բայց Չի առհասարակ հայերեն, ցավը տանեմ։ նորմալ եք համարում։ Լրիվ նորմալ է, երկիրը լրիվ լավն է գնում։ Հոգեկան գիժ է ինքը։ Չէ, գիտեք ինքը ուրիշի հրամանակատարում Վալիկ ջան։ Իր խելքը այնքան շատ չի։ Բայց այն որ Հայաստանը կործանվում է դրա ձեռով ու ժողովուրդը անտարբեր է, դա զարմանալին էլի։ Բայց մի բան պետք է դասվի։ Ուղղակի Օրինակ ասում են իր օրոք թոշակները բարձրացավ։ Գոհ եք ձեր թոշակից։ Если хочешь пожелать человеку добра, не желай много денег, а ограничь его желания. Если ցանկությունները սահմանափակել եմ, ես թոշակառու եմ։ Բայց նաև դասել եմ տալի, զբաղվում եմ էլի։ Բայց դրական բաներ կա։ Չէ, բայց օրինակ այս ցանկացումների հետ ձեր թոշակը ձեզ բավականացնում է։ Կարող է բերի ինքը ինձ տա։ Ինքը հազիվ ոստիկանների փողն է հավաքում։ Ամեն մի իր դուրս գալը 2.5 ոստիկան պետք է ապահովեն իր անվտանգությունը։ Դերեք չխոսացնենք, հա։ Լավ, հերիք է։ Չէ, Վալիկ ջան, բոլոր դեպքերում մեր հանրապետությանը ցանկանում եմ հանրապետություն մնա։ Ոչ թե քանդվի, այլ Թուրքիա վիլայետ դառնա։ Կամ դրան է տանում։ Ես գտնում եմ, որ նա շատ ճիշտ է վարվում։ Չէ, դրա համար չեն խոսում, իրեն միտքը, ինքը շատ ճիշտ է բնորոշվում եւ շատ ճիշտ քաղաքականություն է վարում։ Այս պահին վարած քաղաքականության որ մասն է ճիշտ, որ դուք դրանից գոհ եք։ Որ ուզում է մաքրվի անցյալից։ Այնքան ենք մենք տառապել այդ անցյալով, որ Ճիշտ է անցյալ։ Նախկինում պատգամավոր է եղել։ պատգամավոր է եղել, ինքը իր ճիշտը ունի, իր ճշտով առաջնորդվում է եւ համարում են, որ շատ ճիշտ քաղաքականություն է վարում։ Այսքանը կներեք շտապում ենք։ Ինքը միամիտ մարդ չի ու հոգեկան իր նորմալ է։ Շատ խորամանկ մտածված քայլ անում կամ մի մաս էլեկտորատ որ ինքը փոկում է տանում է իրան մի հատ անձնավորություն կար որ այդ հայախար այդ պուբլիկացիաներ էր անում հիմա այդ մարդը նստած է Ամերիկայում իրան պետք է որ այդ էլեկտորատը տանի ինքը իրան այո այո խելոք մտածված քայլ անում։ Շատեր ասում են, որ հոգեկան վիճակն է անկայուն։ Կարա այտենց ցույց տա, բայց իրականում տրատակ մտածված քայլ կա։ Խորը մտածված քայլ կա, ճիշտ է անում, ասենք ինքը իր տեսակետից ճիշտ է անում, մեր ժողովրդի տեսակետից կատաստրոֆա է, որ ժողովուրդը իջնի այդ մակարդակի։ Փաշինյանը շարունակում է հայհոյախառն գրառումներ անել։ Ինչ եք կարծում, հոգեկան վիճակն է անկայուն, թե վախեցնում։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայհոյախառն գրառումներ անել։ Ինչ եք կարծում։ Ինքը շատ ազնիվ է, շատ լավ է։ Ես իրան հարգում եմ, ես իրան ընտրել եմ ու միշտ էլ կընտրեմ։ Մարդկանց չի կարելի փնովել էլի, մարդը որ ճիշտ ասում, ճիշտ ասելը շատ վատ բան է։
բայց ինքը շատ էլ ճիշտ բաներ ասում։ Ես միշտ դեմ եմ, որ իրանք փնովում են, չի կարելի։ Գրառումները, որ կարդում եք, հատկապես վերջին շրջանում, ինչ եք զգում։ Բանել չի անում, շատ լավ ասում, տեղին է ասում, եկեղեցին կյանքում չի պիտի խառնվի քաղաքականության հետ։ Քաղաքականությունը եկեղեցու։ Նայած ինչ պարագաներում իրավունք ունի։ Արժանի չի, իր անունը մի տվեք։ Ինքը իսկ հոգեկան վիճակն է անկայուն, թե փորձում է մարդկանց վախեցնել։ Ուղղակի մեր ժողովուրդը ինքան հիմար է եղել։ Իր հայրն ասեց, լավ եք անում հեղափոխություն եք անում, ընտրեք ուրիշին։ Մեր ժողովուրդը չհասկացավ, մտածում էին, թե դրանցից վերջացնեն դա լավն է։ Ինքը լավ մարդ չի։ Ինքը մաքուր, եթե լավ մարդ է, թող գնա իր երեխուն տեր կայնի։ Հələ իր երեխուն բերի իր ընտանիք կազմավորի, ինքը ընտանիք ստեղծի, նոր ուրիշին մոտիկանա, նոր մտնի եկեղեցի, նոր մտնի դել, ինքը իր տունը թող մաքրի կեղտերը նոր։ Ճիշտ ասած, ես այդպես չեմ կարծում, բայց մեկ ջղայնանում է, բա պետք է ասի, բա ինչ պետք է անի։ Ինչ որ պետք է, պետք է ասի, լավ անում ասում։ Վարչապետին հարիր պահվածք է։ Չէ, մի քիչ չէ, բայց կարևորը ոնց ասեմ, ոչ լավ, ոչ վատ, միջին մարդ է։ Գրառում եմ անունը մի տվեք չեմ ուզում։ Նորմալ է, քաղաքականությունը, ով ինչ ուզում ասում է, ում ուզում ասում է։ Բայց վարչապետի մակարդակով նման։ Վարչապետին, բայց ինչ եք դուք, ով ինչ ասես ասում է, կարելի է մեր վարչապետն է ամեն դեպքում։ Օտարազգեր են նայում, Բաքուն են նայում, դուք ձեր վարչապետին ինչ ասեք ասում եք։ Մի օր տեսել եք Ալիևի ինչ որ իր քաղաքացին այտենց կանի ասի։ Լավա վատա մեր վարչապետն։ Չէ, լավա վատա մեր վարչապետն է, չէ։ Չի կարելի, ամեն դեպքում մերն է, մենք ենք ընտրել։ Ժողովրդի մեծ մասը 26 թվին եք ընտրելու։ որ գնացի ինտերության, որ սաղ մնանք կընտրենք։ Ինչ եք կարծում, հոգեկան վիճակն է անկայուն, թե այդպես մարդկանց է փորձում վախեցնել։ Զենքը լի պետք արիտ կտամ։ Ինչի համար զենք։ Էլ չեմ երկար ասում։ Զենքը ինչ եմ անում։ Հայրենիքը պաշտպանել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ինչ անի։ Անա ինչ կար անի։ Ինչու է հայ հոյախառն գրառումներ անում։ Այսօր առավոտն էլ եկա խոսած իր պատճառով մեր տելևիզորը ջարդել է։ Ես էլ եմ Հոգեկան վիճակն է անկայուն, թե վախեցնում է մարդկանց։ Ես էլ եմ կառավարության աշխատող եմ եղել։ Ու աշխատել եմ ժողովրդի համար։ Մետրոն որ կա, այդ իմ շնորհքն է։ Նիկոլ Փաշինյանը ում համար է աշխատում։ Նա իդես ինչ տաներ ունի արտասահման Ամերիկայում վանում։ Տաներ ունի գնա գալիս եմ։ Ես в общем դանիներ շատ գիտեմ, զզվում եմ այդ մարդկանոնը որ տալիս եմ։ Արժե որ ոչ շատ է կար։